Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ եւ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի աջակցության ու ցավակցությունների համար։ Նա նշել է, որ 3 գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ բալիստիկ հրթիռներ է օգտագործել։ Ցավոք ավերածություններ եւ վնասներ են եղել, այդ թվում Ադրբեջանի դեսպանատանը։ Զելենսկին ընդգծել է, որ Ալիևը դատապարտել է հարվածը եւ նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը եւ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ։ Մենք նաեւ քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ու գործընկերության զարգացումը, այժմ կանաչ լույս է բացվում համագործակցության բոլոր ոլորտների համար։ Ներուժը մեծ է եւ մենք մտադիր ենք այն իրացնել, նշել է Զելենսկին։ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Եվդոկիմովը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա են հանձնել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է հայտնվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին ժամը 1:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Իսկանդեր հրթիռներից մեկը ընկել է դեսպանատան տարածքում, ինչի պատճառով էլ նոտա է ուղարկվել։ Նշվել է, որ վերջին պայթյունը ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքն ու դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։ Բարեբախտաբար այս հարձակումը մարդկային զոհերի պատճառ չի դարձել։ Հիշեցվել է նաև, որ նմանատիպ հրթիռային հարձակումները, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, տեղի են ունեցել նաև նախկինում, մասնավորապես նշվել է օրինակ 22 թվականին մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքին հասցված լուրջ վնասները։ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Թբիլիսի հետ կանչվելուց հետո, կրկին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող հակակառավարական հանրահավաքին, այդպիսով խախտելով երկրի ներքաղաքական գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։ Ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստ Մամուկա Ցուցիրկիզեն Facebook-ում հրապարակել էր իր եւ Գերմանիայի դեսպանի լուսանկարը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքից։ Նա հայտարարել էր, որ գերմանացի դիվանագետը համերաշխություն է հայտնել ցուցարարներին։ Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ է կանչվել խորհրդակցությունների վրացական կողմի դիրքորոշման պատճառով։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարարությունը, Վրաստանի ղեկավարությունը քարոզչություն էր իրականացնում ԵՄ-ի, Գերմանիայի եւ անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ, ինչի արդյունքում որոշվել է նրան հետ կանչել։ Նոյեմբերի 6-ին էլ Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեսպանը վերադարձել է Թբիլիսիում իր պաշտոնին։ Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերին Վրաստանի վարչապետը չեղարկել էր ԵԱՀԿ-ի նախագահ եւ Էստոնիայի արտգործնախարար Էլինա Վալտոնեի հետ նախապես ծրագրավորված հանդիպումը Թբիլիսիում հակակառավարական ցույցերին նրա մասնակցության պատճառով։ Համաշխարհային ճանաչողության BBC հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջները, հաղորդում է հենց BBC-ն։ Միջադեպը ծագել է անցյալ տարվա Պանորամա հաղորդման դրվագից, որում ցուցադրվել էր Թրամփի 21 թվականի հունվարի 6-ի ելույթի մոնտաժված կադրերը, ստեղծելով տպավորություն, որ նա ուղղակիորեն կոչ էր անում իր կողմնակիցներին գրոհել Կապիտոլիումը։ BBC-ի նախագահ Սամիր Շահը խոստովանել է, որ մոնտաժը ստեղծել է բռնության ուղղակի կոչի կեղծ տպավորություն եւ անձնական նամակ է ուղարկել Սպիտակ տուն։ Կորպորացիան հայտարարել է, որ 2024 թվականի ծրագիրը այլևս չի հեռարձակվի։ Սկանդալը հանգեցրել է գլխավոր տնօրեն Թիմ Դեյվիի եւ լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թրնեսի հրաժարականին։ BBC հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջները։ Իսկ դուք, եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ապա մնացեք մեզ հետ։